քանի որ Սամվել Կարապետյանը արդեն հայտարարել է, որ հաջորդ կառավարության նիստը հունիսի 7-ից հետո ինքն է վարելու, հնարավոր է ձևաչափով մենք վերջին անգամ ենք հանդիպում, ով իմանա, դեմար երկու հարցավել տամ։ Նախ չասացիք, ի վերջո Թրամփի, դրանից առաջ Մակրոնի բացահայտ աջակցությունը ձեզ արդյոք մեր ներքին գործերի միջամտություն չէ, եւ եթե նույնը ընդդիմության մասով լիներ, գործընկերել հարցրեց, դուք ինչ գնահատական կտայիք։ Երկրորդը դուք տենց որ ոտքի վրա հիմա հայտարարում եք օրինակ Ծառուկյանի մասով, որ շպիոն է, դավաճան է, հետո տներն եք խլելու եւ այլն, Ծառուկյանը ասել է, որ եթե ապացուցի, որ ես շպիոն եմ, դավաճան եմ, կգնա ինքնասպան կլինի, իսկ եթե չապացուցեք, ապա ձեզ հրավիրում է իր առույցների վանդակն, ընդ որում որց առույցների դուք պատասխանում եք ինքնակամ գնալ զուտ բարոյական պատասխանատվությունից ելնելով։ Եվ երրորդ հարցը, Քարոզ Արշավը մոտենում է ավարտին, ես դեռ չեմ կողմնորոշվել ում եմ ընտրելու եւ հիշում եմ, որ դուք մի քանի նիստը ինձ համոզում եք, որ ես դες ընտրեմ, քանի որ դեռ չեմ կողմնորոշվել, հիմա ուզում եմ դուք էլ ինձ փորձեք համոզել, տեսեք, երբ որ ես ուղղակի մի երկու բան կա, ես ձեր առածները տեսնում եմ, որ դուք բազմաթիվ լավ բաներ արել եք, այսօրվա շքերթն էլ վատը չէր, որ ինչա օրինակ նախկինները չեն արել, բայց երբ որ իմ շրջապատում օրինակ ասում են, ոնց դու Նիկոլին ես ցեն տալու, ասում եմ, թե չէ, մտածում եմ էլի, իրենքից մեղադրում են կներեք ուղիղ բառացի մեջ բրեմ չվիրավորվեք իրենց բառերն են, ձեր ելույթներից ելնելով, ասում են, ոնց կարող ես այդ մարդուն ձեն տալ, դու դրա ելույթները տեսել ես, այդ ոնց է խոսում մարդկանց հետ, գիժա, հիստերիկա, շիզոֆրենիկա, ճիշտ է, նախկիններն էլ ասում են թալանչի, մարդասպան, գող, ավազակ, հիմա ձեզ էլ տենց անուններ են տալիս, այն դավաճան, հողատուն, մնացածն չասեմ, այս տարիների խոսույթը, ու ասում եմ, լավ, մենք ունենալու ենք մի երկի ղեկավար, որին անուն չկպցնեն, որով հպարտանանք, որին չամաչենք այդ մարդու կերպարից։ Երկրորդ բանը, որ ինձ տենց կաշկանդում է, հա, վերջին ես ասեմ, երկրորդ հանգամանքը, որ կաշկանդում է, այն է, որ ես, երբ որ դուք գնում եք մարդկանց հետ շփվելու, շատերը ձեզ իսկապես շատ սիրում են, բայց այդ ինչ կոնտինգենտ է ձեզ համակրում։ Տարիքով տղամարդը ձեզ մոտենում, ասում եք մենք պրոշտի անենք, լավա չարեցի գիտեմ, շատ լավ էր։ Այն զոհվածի մայրը մոտենում ձեզ ասում է, երեխաներս երկու տղա ունի, ձեր օրոք են զոհվել, բայց ես ձեր շնորհակալ եմ։ Կամ այն վերջին նախադասությունը, կամ այն բլոգերները, ովքեր են ձեզ աջակցում, ասենք, չգիտեմ, թու լավ, Գյորգ X, Արդիշոպի հովո, ինչ-որ արվամոլ բաներ, բլոգեր մատուցողներ, ու ես մտածում եմ, լավ, եթե ես գնամ ձեզ բոլոր լավ արածների համատեսում, ձեզ ձայն տամ, ես էլ եմ այդ նույն որակի մարդկանց հետ, նույն շարքին դասվելու, ես էլ ձեզ ձայն տվող համարվեմ, իրենք էլ մի քիչ վատ եմ զգում էլի դրանից, ասենք, հիմա այսքանից հետո դուք ձեզ ձայն կտայիք, կամ ես կստամ։ Ես կարծում եմ, որ դուք բավարար հիմքեր ստեղծեցիք, որ ագի մարդ ձեզ դատի տա եւ պատվի եւ արժանապատվության հայցով եւ ես խորհուրդ եմ տալիս, որ ձեզ ուղղակի դատի տան, որպեսզի դուք դեր լեզվի չափը իմանաք, որովհետեւ այդ մարդիկ, որոնց մասին խոսում եք, իրանք ձեզ դատի կտան եւ ես արժանապատիվ չեմ համարում ձեր հարցին պատասխանելը։ Հաջորդ հարցը։